Ռուսաստանը իր տարածքները առևտրի առարկա չի դարձնում։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պատասխանելով Ճապոնիայի հետ առկա տարածքային խնդիրներին առնչվող հարցին, Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ռուսները այդ վիճահարույց հարցի շուրջ ցանկություն ունեն համաձայնության հասնել ճապոնացիների հետ։ У нас еще в 1956 году Դեռ 1956 թվականին պայմանագիր է ստորագրվել, որ վավերականացրել է ինչպես ԽՍՀՄ բարձրագույն խորհուրդը, այնպես էլ Ճապոնիայի խորհրդարանը։ Մի քանի տարի առաջ մեր ճապոնացի գործընկերները խնդրեցին վերադառնալ այս խնդրի քննարկմանը, եւ մենք համաձայնեցինք։ Խոսքն այստեղ չի կարող վերաբերել տարածքների փոխանակմանը կամ վաճառքին։ Մենք ուղղակի ցանկանում ենք երկկողմանի ընդունելի որոշում գտնել։ этого договора. Վիճահարույց Կուրիլյան կղզիների հարցից հետո Bloomberg-ի լրագրողը հարթ անցում է կատարել Կալինինգրադին, վերջում չմոռանալով նշել, որ ինքն ուղղակի կատակում է։ Պուտինը կատակով հարցին պատասխանում է առանց կատակի եւ հնարավորինս հստակ։ А я вам скажу без всяких шуток. Իսկ ես ձեզ առանց կատակի կպատասխանեմ։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերանայել երկրորդ համաշխարհայինի արդյունքները, եկեք փորձենք քննարկել այդ թեման։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է բացել այդ Պանդորայի արկղը, խնդրեմ, սկսեք։ Флаг в руки, начинайте. Բնականաբար չէր կարող շրջանցվել նաև ռուս-թուրքական հարաբերությունների նոր փուլը։ Լրագրողը Պուտինին հիշեցրել է ամիսներ առաջ իր իսկ խոսքը, որում Ռուսաստանի ղեկավարը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը որակել էր որպես հարված թիկունքից։ Այս դեպքում Պուտինի պատասխանը ոչ թե կտրուկ, այլ դիվանագիտական էր։ Турция принесла извинения. Առաջին հերթին մենք ելնում ենք այն իրողությունից, որ Թուրքիան ներողություն է խնդրել միջադեպի համար։ Նախագահ Էրդողանը գնաց այդ քայլին, եւ մենք տեսնում ենք Թուրքիայի նախագահի հետաքրքրվածությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։ Անդրադառնալով սիրիական ճգնաժամին եւ Բաշար Ասադի հետագա ճակատագրին, Պուտինը հերթական անգամ վերահաստատել է Մոսկվայի որդեգրած հաստատուն դիրքորոշումը։ Когда мы слышим, что Асад должен уйти, почему-то со стороны кто-то так считает, то у меня большой вопрос, а к чему это приведет? Երբ մենք լսում ենք, որ Ասադը պետք է հեռանա, ինձ մոտ մի մեծ հարց է ծագում։ Ինչի դա կհանգեցնի։ Արդյոք դա համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։ Bloomberg-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է սառեցնել նավթի արդյունահանումը, թույլ տալով Իրանին վերականգնել իր դիրքերը տասնամյակներ տևած պատժամիջոցներից հետո, Պուտինը պատասխանել է մեկ բառով։ Да. Արևմուտքի հետ հարաբերություններին անցնելով լրագրողը հետաքրքրվում է, թե Պուտինի կարծիքով արդյոք Եվրամիությունը կգոյատևի եւ արդյոք նոր երկրներ կհետևեն մեծ Բրիտանիայի օրինակին։ Այս անգամ Պուտինի պատասխանը խուսափողական էր։ Вы знаете, это я не хочу отвечать на ваш Գիտեք, չեմ ցանկանում պատասխանել ձեր պրովոկացիոն հարցին, չնայած հասկանում եմ, որ այն կարող է հետաքրքիր լինել։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին լրագրողը հետաքրքրվում է, թե առաջիկա նախագահական ընտրություններում ում հաղթանակը կցանկանար Պուտինը։ Мне бы хотелось иметь дело с человеком, который Ես կցանկանայի գործ ունենալ այնպիսի մարդու հետ, որը կկարողանար պատասխանատու որոշումներ ընդունել եւ պահպանել ձեռք բերած համաձայնությունները։ Պուտինը շեշտել է, որ իր համար թեկնածուների ազգանունները կարևոր չեն եւ ընտրությունը պետք է կատարի Ամերիկայի ժողովուրդը։ Վարդան Հովսեփյան, Հայլուր։ и японским парламентом.